Մանուկյանը խուզարկությունների ժամանակ հայտնաբերված իր տոհմածառը կատակով անվանել է ահաբեկչության պլան եւ շեշտել, որ իր նախնիները հավակնում են բարձր պաշտոնների։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է $622,000 դիմաց պետական գաղտնիք վաճառելու մեջ եւ արդեն 2 ամսով կալանավորված է։ Երևանի Գրիբոյեդովի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում կեսօրին խոշոր հրդեհ է բռնկվել։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ահազանգը ստացել է ժամը 12:05-ին, ինչից հետո դեպքի վայր է մեկնել Երևանի փրկարարական վարչության 5 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ պայքարին միացել են նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խմբերը։ Փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, իսկ 17 րոպե անց վերջնականապես մարվել։ Բարեբախտաբար կրակի տարածումը դեպի հարակից բնակարաններ հաջողվել է կանխել։ Այս պահին իրականացվում են հետհրդեհային աշխատանքներ բռնկման պատճառները պարզելու համար։ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը արյունալի միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է սպանվել։ Ըստ ներքին գործերի նախարարության նախնական տվյալների, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անձանցից մեկը դանակահարել է 63-ամյա մի կնոջ։ Ի պատասխան դրա, կնոջ 38-ամյա որդին իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակ է բացել ներկաների ուղղությամբ, ինչն էլ դարձել է 3 հոգու մահվան պատճառ։ Դեպքից անմիջապես հետո կրակոցներ արձակած տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածն ու հանձնել հանցագործության զենքը։ Ներկայումս իրավապահները պարզում են ողբերգության բոլոր մանրամասներն ու դրդապատճառները։